Ինչպես ներել։ Շատերի մոտ սա լոկ զգացմունքային պրոցես է, բայց մեզ պետք է կամքի որոշում և հստակ գիտակցություն։ Մենք սկզբից ներում ենք կամքի որոշումով, սիրելիներ, և հետո նոր այդ պրոցեսը տեղափոխվում է մեր զգացմունքային ոլորտ։ Ներումը պրոցես է, սա չպետք է մոռանանք, ոմանց մոտ դա կարող է տևել շաբաթներ, ոմանց մոտ ամիսներ և նույնիսկ տարիներ։ Ներման պրոցեսը նման է սող կլպելուն, ամեն մի շերտը հեռացնելուց մեր աչքերից արցունք է գնում, և այդպես, երբ որ մեր մոտ զարթնում են ցավոտ հիշողություններ, այդ պրոցեսի ընթացքում մենք այդ ցավը աղոթքի միջոցով հանձնում ենք մեր երկնավոր Հոր ձեռքերին։ Ներումը պետք է լինի արմատական, մենք ինքներս մեզ հետ պետք է անպայման անկեղծ լինենք։ Դա չպետք է նմանվի հողագործին, որը ուղղակի քախան անելուց խոտերը արտաքին շերտից պոկում է, բայց արմատները մնում է ներսում։ Մենք պետք է աղոթենք, որ Աստված ցույց տա բուն արմատները, սիրելիներ։ Եվ շատ կարևոր է, որ ներման պրոցեսի մեջ, և որ մարդիկ մեր դեմ մեղանչում են, մեր մեջ կուտակվում է և կարող է կուտակվել բարկություն, ատելություն և նման բացասական էմոցիաներ, շատ ժամանակ այդ բարկությունը արդարացի բարկություն է կոչվում, բայց այդ բոլոր էմոցիաները մեզ խանգարում են, և աղոթքը նրա համար է, որպեսզի մենք այդ բարկությունը, ատելությունը, որոնք կուտակվել են տարիներով և կամ ամիսներով, կարողանանք նույնպես աղոթքի միջոցով հանձնել մեր երկնավոր Հոր ձեռքերի մեջ։ Ներման ընթացքում մենք սովորում ենք ընտրել ողորմությունը և ոչ թե դատաստանը, ինչպես որ Հակոբոս առաքյալն է գրում 2-րդ գլխի մեջ, որ ողորմությունը դատաստանի օրը կպարծենա։ Միշտ հիշեք, որ ներումը պրոցես է։ Հաջորդիվ՝ ներման անտեսանելի խոչընդոտները։